Հայ թատրոն, մենք պետք է ունենանք վաղուց մշակված դպրոց հայ թատրոնի, որպես այսօր մենք ներկայանանք որպես հայ թատրոն։ Պետք չի քեզ ուրեմն փակի, պետք է ուրեմն օգտագործի, խելք ունեցի, այդքան օգտագործի։ Աշխարհն այնքան մեծ ու անսահման է։ Եվ ընդհանրապես թատրոն ասած հասկացողությունը այնքան չափանիշներից դուրս է։ Հասարակությանը պիտի ցանկություն առաջացնես կրթվելու։ Ցանկություն։ Գնում եմ թատրոն։ Հանդիսատեսը ծուլ երևույթ է ընդհանրապես, իրեն պետք է կարողանաս տեղից պոկել։ Հա, ուրիշ լավ բան, շատ լավ առաջարկ, այդպես էլ մնաց, դա ջրվեց գնացել ինչ ով։ Ամենևին, բացարձակապես։ Ինչ վերաբերում է թատրոնը, մեր այսօրվա թատրոնը, հայ թատրոնը որտեղ է գտնվում, ես կարող եմ ասել, երբ է գտնվում, նա գտնվում է անցյալ դարի 50-ական թվականներին։ Տեղը չգիտեմ, բայց ժամանակի ես գիտեմ, որտեղ է գտնվում։ Եվ սրա մեղավորները ոչ միայն դերասաններն են կամ ռեժիսորներն են կամ մեր թատերական հասարակությունն է, պետությունը չի մշակել ռազմավարական ծրագիր մշակույթի համար։ Կարծես թե պետությունը չգիտի ուր խցկի մշակույթը։ Ինչ-որ մի հատ մեծ բան է անգել ձեռը, վայրն ու ձեռքը, որը չգիտի ուր մցնել լավ, հա գիտի որ լավ բան ասա, բայց որտեղ կիրառի, տեղյակ չի։ Քանի դրս բացը գոյություն ունի, հավատացնում եմ մենք, էլի կմնանք 20-րդ դարի 50-ականների մակարդակին։ Բարեբախտաբար այսօր չեմ կարծում որևէ ռեժիսոր կամ որևէ դերասան բողոքի նրանից ունի կսահմանափակ։ Այսինքն իրեն ազատությունից զրկել են կամ ցենզուրա գոյություն ունի։ Չէ, ազատությունը կա, բարեբախտաբար, բայց այստեղ շատ մեծ դեր ունի ազատություն ասած երևույթը, որը շփոթենք մենք սանձարձակության հետ։ Այն ինչ քո երևակայությունը քեզ ստիպում է պարտադրում, այն ինչ իրականությունն է պարտադրում, այն ինչ աշխարհն է պարտադրում քեզ, որ պիտի ունենաս ոչ թե այսպեսի, այլ այսպեսի ներկայացում։ Դրա համար պետք է նորից եմ կրկնում, ահռելի գումարներ, այդ գումարները չկա։ Չես կարող հայտարարել, որովհետեւ մեկն էլ հետաքրքրված չի քեզ ֆինանսավորելու, որովհետեւ դա թատրոն է։ Այս առումով դու ստիպված ես լինում համակերպվել այն սահմանափակումների հետ, որը կա, որը բերում է իր հետ ֆինանսները, եւ արդյունքում ստեղծում է մի ներկայացում, որը քո պատկերացման 10%-ն է ընդամենը։ Այս 10% պատկերացման մեջ ոչ դերասանը կարող է բացվել, ոչ հասարակությունը կարող է տեսնել այսօրվա թատրոն ասած հասկացողությունը, ոչ էլ ինքդ ես բավարարված մնում։ Ներկայացում բեմադրելիս պետք է հաշվի առնել հասարակության տարբեր շերտերի ընկալողականությունը, որպեսզի բոլորի համար լինի հետաքրքիր, եւ այն ինտելեկտուալի համար, որը շատ նրբությունների հետևից է ընկել, եւ մարդու համար, որը միգուցե առաջին անգամ է եկել թատրոն եւ չգիտի սա ինչ է եւ հանկարծ ապշում է նկատելու, որ իրեն հետաքրքիր է այստեղ։ Այդ բազմաշերտության ունիվերսալության առումով պետք է անպայման մտածել եւ բեմադրիչները եւ դերասանները։ Թատրոններում ես անհրաժեշտ եմ համարում անընդհատ ռեժիսորների հոսք, բեմադրիչների հոսք, որովհետև դերասանը շփվելով տարբեր բեմադրիչների հետ նույնպես հարստանում է մասնագիտորեն եւ զարգացնում իր մասնագիտությունը, ինչպես եւ ռեժիսորը, բեմադրիչը շփվելով տարբեր դերասանների հետ կարողանում է զարգացնել իր մասնագիտությունը։ Չեմ կարծում, որ չկան ներկայացումներ, որոնք ներկայանալի լինեն, ասենք, որևէ միջազգային փառատոնի։ Չեմ կարծում, կան հաստատ։ Հայ թատեր արվեստում շատ ավելի կարող ուժեր կան։ Թե բեմադրական առումով, թե դերասանական առումով, պարզապես սաղմային վիճակում են գտնվում, որովհետև մտածողության տեսակ գոյություն ունի, շատ հետաքրքիր մտածողության տեսակ։ Չգիտեմ, միգուցե ես եմ գերագնահատում հայ ասացի բանը, երևույթը, միգուցե, չգիտեմ, բայց գիտեմ, որ հայ մտածողության մի հատ տեսակ կա, որը հատուկ է միայն հայերին, աշխարհում ուրիշ ոչ մեկին հատուկ չի դա։ Մի բանը երբ հեղինակը կամ դրամատուրգը գրեց, ինքը վերջացնում է։ Սա գրական երգ է։ Գրական երգը տեղափոխվելով թատրոն, ենթարկվում է թատրոնի կանոններին արդեն։ Սա շատ կարևոր է։ Այդ երկու կանոնները շատ կարևոր է իմանալ։ Սա գրականությունը, սա թատրոնն է։ Դրամատուրգը վերջացրեց իր գործը գրելով վարակույր։ Հիմա սա տեղափոխվում է թատրոն, այնտեղ ուրիշ օրենքներ են գործում։ Բայց պետք է կարողանաս օգտվել հեղինակից եւ օգտագործել իրեն։ Այս դեպքում ասում եմ, մեր մտածողությունը բավականին հետաքրքիր է, բավականին առաջադեմ մտածողություն ունենք։
չկա մետաֆորա թատրոններում։ Մետաֆորան, որը ամենաառաջին տեղում է գտնվում պոեզիայի մեջ։ Մետաֆորա։ Թատրոնը պետք է ունենա իր մետաֆորան, որը անսահմանություն է տալիս թատրոնին իր հնարավորությունների առումով պայմանականություն ասած երևույթը։ Թատրոնի պայմանականությունը դա անսահմանություն է։ Արա ինչ ուզում ես, այդ պայմանականությունը օգնում է քեզ ստեղծելու թատերական մետաֆորա, որը հասկանալի է բոլորին։ Մանկական ներկայացումների վրա շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել։ Իսկապես շատ մեծ եւ մանկական ներկայացումները հատկապես պիտի լինի հեքիաթ, ծայրից ծայր։ Մեծերին մենք կարող ենք ոչ թե խաբել, համաձայնության գալ։ Մեծերի հետ հեշտ է համաձայն պայմանականության առումով։ Համաձայնում ենք, որ սա ասենք ձի է, համաձայնում ենք, երկու հատ անիվ է, մի հատ ինչ-որ փայտ, պայմանավոր, սա ձի է, չէ՞, հանդիսատես, այո, սա ձի է, վերջ, մենք պայմանավորեցինք։ Երեխային ոչ։ Երեխան ունի իր աշխարհը, իր ընկալումը։ Չես կարող խաբել, պետք է չի խաբել, պայմանականություն ասածը երեխայի մոտ բացարձակ ուրիշ կերպ է ընկալվում։ Նա ավելի մեծ պայմանականության մեջ է գտնվում, որը պահանջում է կատարում, մաքսիմալ կատարում։ Այդ դեպքում մենք երևի եթե զարգացնենք մանուկների ներկայացումները, իսկապես զարգացնենք, 10 տարի հետո մենք կունենանք կրթված հանդիսատես, որը պահանջ կունենա գնալու թատրոն։ Եվ թատրոնը կլինի իր առօրյայի մի մասը անպայման։ Եթե դու ինքան շռայլ ես, որ կարող ես թույլ տալ քեզ ունենալ սկզբունք, ուրեմն բարի եւ պատրաստ լինելու մնալ միայնակ։ Սա իմ աֆորիզմն է, որով ես շարժվում եմ ընդհանրապես։ Եվ կան եւս մի 2-3 հասկացություններ, որոնք ես ինձ համար բյուրեղացրել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում ու դրանք պահպանում եմ։ Երբեք չնախանձել որևէ մեկին։ Լինել շնորհակալ այն ամենով, ինչ որ ունես, եւ կարողանալ ուրախանալ դիմացինի ուրախությամբ։ Այս 3 կանոնն եմ ես առայժմ բյուրեղացրել ինձ համար որպես ապրելու կանոններ։ Եվ փորձում եմ ուղղորդվել այս կանոններով։ Մնացյալը, եթե ինձ Աստված ամենարարեւ բարձրյալը այդքան մեծ իմաստություն տա, որ ես բացահայտեմ ինձ համար իրեն, որ կանոններ ես միայն երջանիկ ու ուրախ կլինեմ, ոչ միայն օգտագործել, այլ նաեւ կիսվել դրանով։